Հայաստանի Հանրապետություն են վերադարձվել երկու երիտասարդներ, որոնք անցել էին Հայաստան-Ադրբեջան սահմանը, հայտնվելով ադրբեջանցիների վերահսկողության տարածքներում։ Մեկ օր պահվելուց հետո նրանք վերադարձվել են Հայաստանի Հանրապետություն, որևէ տեղեկատվություն չկա, թե ոնց են վերադարձվել, ինչ պայմաններում են պահվել, ոնց է ընթացել բանակցությունները։ Իհարկե գլխավորը այն է, որ նրանք վերադարձվել են, և գլխավորը այն է, որ Հայաստանի Հանրապետությունը կարողացել է ուղիղ կերպով կապվել Ադրբեջանի հետ և ուղիղ բանակցությունների արդյունքում երկու երիտասարդներին վերադարձնել Հայաստանի Հանրապետություն։ Եթե դա լիներ նախկինում, մենք հիշում ենք ինչքան գյուղացիներ անցան Ադրբեջանի սահմանը, նրանց տարան ներկայացրեցին որպես ահաբեկիչներ, հետախույզներ և նրանց դատական գործընթացներով պահեցին տասնյակ տարիներ Ադրբեջանում գերեվարված կարգավիճակում, և փառք Աստծո, որ այս երկու երիտասարդները վերադարձվեցին Հայաստանի Հանրապետություն։ Սա ըստ էության կարելի է նաև առաջընթաց համարել, որովհետև հայ-ադրբեջանական բանակցություններում հաղորդակցության և բոլոր շփումների մեջ չի եղել նման արդյունք, երբ որ սահմանը հատեն, հաջորդ օրը վերադարձվեն, շատ լուռ, շատ կազմակերպված։ Իհարկե, ինչքան գործերը արվեն լուռ, այնքան դրանք հնարավոր կլինի կատարել, որովհետև այսքան լրագրողներ, այսքան չուզողներ մեր հայ ազգի մեջ, օրինակ մարդիկ կան, շատ մարդիկ, որոնք ուղղակի երջանիկ կլինեին, որ այդ տղաները գերեվարվեին, չվերադարձվեին Հայաստանին և իրանք կարողանային դա կրկին օգտագործեին Նիկոլ Փաշինյանին և նրա ղեկավարության այդ թիմին, կազմին քննադատելու համար, ասեին, որ դուք ինչ ղեկավարներ, դուք չեք կարողանում ապահովել Հայաստանի քաղաքացիների անվտանգությունը և նրանց վերադարձնել Հայաստան։ Դրա համար ոչ մեկին ոչ մի բան չասվեց, ուղղակի կատարվեց գործողություն, որի համար իհարկե բոլոր այս աշխատանքում ներգրավված անձանց շնորհակալություն ենք հայտնում։ Նրանց շնորհիվ է, որ այդ երկու երիտասարդները նախ ողջ են և հետո էլ վերադարձվել են իրենց ընտանիքներ, նրանցից մեկը պետք է 2 ամսից մեկնի ծառայության։ Տեղի էր ունեցել նաև Փաշինյան-Էրդողան հեռախոսազրույց, որի ժամանակ հայ-թուրքական հարաբերություններն են քննարկվել։ Սա շատ կարևոր է շփվել հարևան, այն էլ թշնամի երկրի հետ, հասկանալու համար, թե նրանք ինչ են մտածում մեր մասին և ինչպիսի փոփոխություններ են գրանցվել, և հետո մենք ինչ կարող ենք մտածել նրանց մասին, որտեղ որ կան երրորդ ներգրավված ուժեր, այդտեղ Հայաստանը և Հայաստանի հակառակորդները միշտ լինելու են թշնամիներ և կորցնողներ։ Ադրբեջանի հետ, թե Թուրքիայի հետ ուղիղ շփումները ձեռնտու են Հայաստանի Հանրապետության համար, որտեղ որ չկան միջնորդներ, և այդ միջնորդները երբեմն նաև խանգարել են բոլոր գործընթացներին։ Եվ երևի թե այդ միջնորդների ջանքերով էր, որ 30 տարի Լեռնային Ղարաբաղի հարցը չկարգավորվեց, և մենք մեզ հույս էինք տվել, որ ամեն ինչ ավարտվելու է այնպես, որ այդ տարածքները ամբողջությամբ կմիանա Հայաստանի Հանրապետությանը, կդառնա մի մարզ, բայց դա այդպես չեղավ։ Հեռատես և իրատես քաղաքական գործիչների բացակայության պատճառով Հայաստանի Հանրապետության ժողովրդի զավակների այրունները մի քանի անգամ մեծ պատերազմներում թափվեց, և նաև ինտենսիվ կրակները տարիների ընթացքում զոհեր, մենք անդադ զոհեր ենք տվել, չիմանալով, որ բանակցությունները գլորվում են անդունդ և գալիս է մի հատ մեծ ահռելի պատերազմ։ Եվ այսպես ուշադրություն, Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ եթե պարզվի Գարեգին Բ. կաթողիկոսը ունի զավակ և նախախտել է կուսակրոնության պատվիրանը, նա չի կարող լինել ամենայն հայոց կաթողիկոս։ Ըստ Նիկոլ Փաշինյանի և իր թիմի, պետությունը պետք է կաթողիկոսի ընտրության հարցում ունենա գործ, այսինքն ժողովուրդը պետք է ինքը ընտրի իր կաթողիկոսին կամ մասնակցություն ունենա դրա ընտրությանը։ Մի խոսքով, կաթողիկոսը պետք է լինի ժողովրդի ընտրությամբ, ըստ Նիկոլ Փաշինյանի և իր թիմի։ Մի կողմից սա ըստ էության որպես հայ ազգ, որպես հայ ազգի միասնականություն շատ լավ կլիներ, որ ժողովուրդը ընտրեր կաթողիկոսի,
Մի կողմից էլ դա եկեղեցու գործն է, կրոնական գործ է եւ օրինակ Հռոմի պապի գործերին ոչ մեկ իրավունք չունի խառնվել եւ չի էլ խառնվում, ուղղակի հարգում են որպես կրոնական ղեկավար, կրոնական հեղինակություն, իսկ Հայաստանում Գարեգին Բ կաթողիկոսը ինքը որ չի շփվում ժողովրդի հետ, չունի ժողովրդավարության զգացում, ժողովրդավարության դրսևորում, սկսվում է ինչ-որ անտարբերություն իր անձի շուրջ ժողովրդի կողմից իրականացվող, հետո այդ անտարբերությունը վերածվում է ժողովրդի կողմից Գարեգին Բ կաթողիկոսին ուղղված ատելության եւ վատ վիճակի մեջ է դրվում հայ առաքելական եկեղեցու համբավը, կորցնել հայ առաքելական եկեղեցին, կորցնել Հայաստանի Հանրապետությունը, հայ ազգին, սա շատ լուրջ ազգային անվտանգության խնդիր է, ամեն ինչ պետք է արվի, որ հայ ազգը վերադառնա դեպի առաքելական եկեղեցի, ուղղակի ուրիշ տարբերակ չի կարող լինել։ Հայ ազգ եւ հայ առաքելական եկեղեցի դա մեկ ընդհանուր մի մարմին է։ Եվ թե ինչի է Գարեգին Բ կաթողիկոսը այսպես վարվում հավատացյալների եւ ժողովրդի հետ, որևէ բանի չի մասնակցում։ Դժբախտ պատահար է լինում, ցավակցություն Գարեգինի կողմից չկա։ Տոներ են լինում, շնորհավորանքներ Գարեգինի կողմից չկան։ Ժողովրդի մեջ ընդհանրապես դուրս չի գալիս, ժողովրդի տոներին չի մասնակցում, ոչ միտեղ չի այցելում ոչ մանկատներ, ոչ ծերանոցներ, ոչ հիվանդանոցներ, այսինքն տեղեր, որտեղ որ Աստծո կարիքը ժողովուրդը ունի, թե մանկատան երեխան, թե ծերանոցում ապրող ծերերը, թե հիվանդանոցում աղոթող հիվանդները, որ շուտ ապաքինվեն։ Մի անգամ տարեկան կարելի է այցելել ժողովրդին տարբեր հաստատություններում եւ ցույց տալ, որ դու սիրում ես հայ ժողովրդին։ Գարեգին Բ կաթողիկոսի սերը ժողովրդի նկատմամբ մենք չենք տեսել։ Մենք իր դեմ չենք, մենք իշխանության կողմնակիցը չենք, բայց մենք ասում ենք այն ինչ որ կա։ Մենք չենք կարող ասել, որ Գարեգին Բ կաթողիկոսը սիրված ժողովրդավար կաթողիկոս է։ Նման բան չկա։ Գարեգին Բ կաթողիկոսին Հայաստանի Հանրապետության ժողովրդի մեծամասնությունը չի սիրում։ Եվ դա մենք հասկացել ենք ժողովրդի հետ շփումների արդյունքում, համացանցում, թե ինչպիսի մեկնաբանություններ են գրում եւ նույնն էլ Գարեգին Բ կաթողիկոսը, եթե ինքը լիներ ժողովրդավար, ժողովրդին սիրող, կհասկանար, որ քրիստոնեությունը, հայ առաքելական եկեղեցու համբավը կարելի է տարածել միայն սիրով, բարությամբ, մարդկանց հետ շփվելով, ոչ թե էջմիածնում փակվելով եւ քաղաքական լրտեսներ եկեղեցականների մեջից աճեցնելով, օրինակ Բագրատ Գալստանյանին ասպարեզ բարձրացնելով։ Եվ Նիկոլ Փաշինյանը չէր անդրադառնա Գարեգին Բ կաթողիկոսին, այս անդրադարձը լիարժեք կապված է Գարեգին Բ կաթողիկոսի կողմից առաջնորդված կամ հովանավորված քաղաքական շարժումներին, եւ այդ քաղաքական շարժումները ծնել են հակադարձ պատկեր, այսինքն դուք խփեցիք Փաշինյանի իշխանությանը, Փաշինյանն էլ խփում է ձեր եկեղեցական իշխանությանը։